Ընկերներ ողջույն, ձեզ հետ Գոռ Նահապետյանն է, Manifest Online դպրոցի էքսպերտ։ Այսօր ուզում եմ ձեզ տալ փոքրիկ ռազմավարություն, փոքրիկ ստրատեգիա, որը հատկապես օգտակար կլինի սկսնակներին։ Գործողությունների հաջորդականություն, որոնք կրկնելու դեպքում, պարբերաբար կրկնելու դեպքում ձեր դեպոզիտը կսկսի աճել, ընկերներ։ Առևտրային ռազմավարությունը հիմնված է լինելու 2-3 պարզ գործիքների վրա, որոնցից մեկը ընկերներ լինելու է տրենդերը, երկրորդը լինելու է տեխնիկական անալիզի ֆիգուրները, երրորդը լինելու է Fibonacci գործիքը։ Այս 3 գործիքի կիրառումը ձեզ համար միշտ դուրս կբերի ձեզ շուկայից պլյուսով։ Ընկերներ, պետք է հիշել, որ այս ոլորտում, առհասարակ տրեյդինգի ներդրումների ոլորտում ձեզ եկամուտ է բերում կարգապահությունը, ձեզ եկամուտ է բերում նույն գործողությունների միշտ կրկնումը, ձեզ եկամուտ է բերում ձեր սեփական առևտրային ռազմավարության հետևելը եւ օրենքներին պահպանելը։ Եկեք ընկերներ վերհիշենք եւ այդ վերհիշելու հետ մեկտեղ հասկանանք, թե ինչպես կարելի է օգտագործել տեխնիկական անալիզի ֆիգուրները։ Ձեզ համար ընկերներ առանձնացրել եմ 2 պարզ ֆիգուր, որոնք ամենահաճախ հանդիպողներից են շուկայում եւ որոնք իհարկե կարելի է կիրառել ամենօրյա ռեժիմով։ Կրկնակի գագաթ եւ կրկնակի անդունդ։ Ինչի մասին է խոսքը, ընկերներ։ Նախ եւ առաջ կրկնակի գագաթը եւ կրկնակի անդունդը դրանք շրջադարձային ֆիգուրներ են։ Այսինքն, երբ որ շուկայում առաջանում է նմանատիպ ֆիգուր, ձեր աճող տրենդը վերածվում է նվազող տրենդի եւ ձեր նվազող տրենդը վերածվում է աճող տրենդի։ Եկեք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Պատկերացրեք, ունենք տրենդ ունենք ընկերներ, որը երկար ժամանակ աճել է, աճելուց հետո առաջացել է առաջին գագաթը, բարձրացել է, առաջացել է երկրորդ գագաթը եւ ֆիգուրի ձևավորումից հետո ընկերներ ձեր աճող տրենդը վերածվել է արդեն նվազող տրենդի։ Կրկնակի գագաթը եւ նույն պատկերի հակառակը դա կրկնակի անդունդն է։ Ունեն ձևավորման պայմաններ։ Ձևավորման պայմաններից առաջինը հետևյալն է։ Նախ եւ առաջ առաջին գագաթը պետք է լինի ավելի մեծ կամ հավասար երկրորդ գագաթին։ Այսինքն, եթե մեր մոտ ձևավորվել է նմանատիպ ինչ-որ իրավիճակ, սա ընկերներ կրկնակի գագաթ չէ։ Սա կրկնակի գագաթ չէ։ Կրկնակի գագաթ ձևավորվելու համար առաջին գագաթը պետք է լինի կամ ավելի բարձր, կամ առնվազն երկրորդ գագաթին հավասար։ Սա մեզ մոտ նոր կլինի կրկնակի գագաթ։ Պետք է հիշել, որ կրկնակի գագաթը կամ կրկնակի անդունդը առաջանում են հստակ արտահայտված տրենդերից, ընկերներ, կամ ամենավերջում մեջտեղում առաջացած նմանատիպ իրավիճակը, կողային շարժերի ժամանակ առաջացած նմանատիպ իրավիճակը կրկնակի գագաթ եւ կամ կրկնակի անդունդ չի հանդիսանում։ Ֆիգուրը համարվում է ձևավորված, եթե մեր կրկնակի գագաթի այս վզի հորիզոնականը համարվում է ճեղքված, ջարդված։ Այսպես եկեք գծենք։ Երբ որ մեր գրաֆիկը ճեղքում է այս գիծը, ջարդում է այս գիծը, համարվում է ֆիգուրը ձևավորված։ Եվ մենք կարող ենք արդեն անցնել տվյալ ֆիգուրի ատրաբոտկային, այսինքն տվյալ ֆիգուրից վաստակելու սխեմաներին։ Ինչպես վաստակել տեխնիկական վերլուծության այս պատկերը, ընկերներ, տեխնիկական վերլուծության այս պատկերի միջոցով։ Պետք է գտնել նախ եւ առաջ իր պոտենցիալները։ Ինչ պոտենցիալ ունի տվյալ ֆիգուրը։ Այդ ֆիգուրի առաջին պոտենցիալը, ընկերներ, իր առաջին գագաթից մինչև այս վզի հորիզոնականը իջած ճանապարհն է։ Դրա չափով շարունակում է մեր կրկնակի գագաթը իջնել այն կետից, որտեղից որ ջարդվել է մեր վզի լինիան, մեր վզի հորիզոնականը։ Սա իր առաջին պոտենցիալն է։ Այստեղ կարող է լինել մեր առաջին take profit-ը։ Երկրորդ take profit-ը ինչպես է պետք տեղադրել, ընկերներ։ Երկրորդ take profit-ը տեղադրելու համար վերցնում ենք սովորական Fibonacci գործիք։ Ձգում ենք տրենդի ամենասկզբից մինչև ամենավերջը։ Եթե մեր ընկերներ 0.6-ի մակարդակը
Համընկնում է մեր ֆիգուրի պոտենցիալի հետ, սա լավ մակարդակ է։ Երկրորդ take profit-ը կարելի է տեղադրել մեր 0.3 կամ 0.5 կետերում։ Որտեղ է պետք տեղադրել մեր stop loss-ը։ Stop loss-ը ընկերներ հարմար է տեղադրել մեր Fibonacci 236 մակարդակից մի փոքր վերև։ Եվ մենք կունենանք մուտքի կետ, որը կլինի մեր ջարդը, կհանդիսանա մեր մուտքի կետը։ Կունենանք 2 կամ 3 take profit։ Եթե 2 take profit-ով, ապա 0.3 եւ 0.6։ Եվ իհարկե մեր ֆիգուրի պոտենցիալը միշտ համա ընկնելու մեր մակարդակներից որևէ մեկի հետ, եւ դա կլինի լավագույն ընկերներ ելքի կետը։ Լավագույն ելքի կետը։ Նույն իրավիճակն է նաև ձևավորվում ընկերներ, երբ որ մենք ունենք գլուխ եւ ուսեր։ Այսինքն ունենք երկարաժամկետ trend, trend-ից հետո ձևավորվել է առաջին ուսը, ձևավորվել է գլուխը, ձևավորվել է երկրորդ ուսը եւ մեր աճող trend-ը վերածվել է նվազող trend-ի։ Ոնց ենք նմանատիպ իրավիճակները ուսումնասիրում։ Նախ մեր ֆիգուրը, գլուխը եւ ուսերը ընկերներ ունի համապատասխան ձևավորման պայմաններ։ Պայմանը հետևյալն է. նախ եւ առաջ պետք է մեր վզի լինիան, այսինքն այս ուսերով տարված տրենդայինը, սրա մասին է խոսքը գնում, ճեղքվի։ Եթե ճեղքումը տեղի չի ունեցել, գլուխ եւ ուսեր պատկերը ձևավորված համարել չի կարելի։ Ճեղքումից հետո ընկերներ ֆիգուրի պոտենցիալը հավասար է մեր գլխից մինչև ուսերի տրենդային տարված ճանապարհը տեղադրած ընկերներ մեր արդեն դուրս եկած կետից, որտեղից որ ճեղքվել է մեր ուսերի հորիզոնականը։ Սրանից հետո ընկերներ ձգում ենք մեր ամբողջ տրենդի վրա, ձգում ենք Fibonacci։ Եթե մեր Fibonacci-ն համընկնում է մեր մակարդակներից ինչ որ մեկի հետ համընկնում է մեր պոտենցիալը, դա լավագույն մակարդակն է։ Այդտեղ տեղադրում ենք մեր առաջին take profit-ը, մակարդակներից մյուսում տեղադրում ենք մեր երկրորդ take profit-ը ընկերներ։ Եվ այսպես դուրս ենք գալիս տվյալ ֆիգուրից միշտ վաստակած, դուրս ենք գալիս այս իրավիճակներից միշտ վաստակով ընկերներ, ընդամենը իմանալով 2-3 բարդ կանոն։ Առաջի կանոնը ընկերներ դա, որ մեր ֆիգուրները, տեխնիկական անալիզի ֆիգուրները, կրկնակի գագաթը եւ կրկնակի անդունդը ձևավորվում են աճող կամ նվազող տրենդերի ամենավերևում եւ կամ ամենաներքևում։ Հորիզոնական շարժի ժամանակ նմանատիպ պատկերներ չեն առաջանում։ Դա առաջի կանոնն է։ Երկրորդ կանոնը, որ ցանկացած տեխնիկական անալիզի ֆիգուր ունի պոտենցիալ, եւ երրորդ կանոնը ընկերներ, այդ պոտենցիալը հաճախ համահանգում Fibonacci մակարդակների հետ։ Օգտագործելով այս 3 կանոնը, սկսնակները կարող են արդեն ստաբիլ վաստակել շուկայից, ստաբիլության հիմքով վաստակել շուկայից։ Եկեք ընկերներ տեսնենք, թե շուկայում հնարավոր է նմանատիպ իրավիճակներ գտնել, թե հնարավոր չի։ Տեսնում ենք այստեղ ընկերներ կրկնակի անդունդ, տեսնում ենք, եկեք նկարեմ, երկարաժամկետ տևող տրենդ, վերջում ձևավորված ընկերներ կրկնակի անդունդ եւ արդեն տեսնում եմ բարձրացումը։ Եթե գծում եմ իմ կրկնակի անդունդից վզի լինիան, գծում եմ պոտենցիալը ընկերներ ինչքան է, պոտենցիալը տեղադրում եմ, որտեղից որ դուրս է գալու իմ, որտեղից որ տեղի է ունեցել ճեղքումը, ջարդը, եւ եկեք գծեմ իմ Fibonacci-ից, այս Fibonacci-ից մակարդակը գծեմ, կտեսնեք, որ ընկերներ ինձ մոտ 0.6 մակարդակը համարվում է ուժեղ մակարդակ եւ ես 0.6 մակարդակից մոտ կտեղադրեի իմ առաջին take profit-ս։ Իհարկե կարելի էր նաեւ ֆիքսել 0.5-ից, ինչ որ մի հատված 0.3-ը շատ մոտ է գտնվել իմ ջարդից եւ այստեղ իրականում 0.3-ում որևէ բան ֆիքսելու կարիք չէր լինի։ Եվ մենք տվյալ ֆիգուրի, տվյալ պատկերի պոտենցիալը լրիվ 100%-ով կարող էինք վերցնել։ Եկեք գտնենք ուրիշ իրավիճակներ ընկերներ, տեսնենք գլուխ եւ ուսեր
ֆիգուր, պատկեր գտնենք եւ տեսեք, նույնը այստեղ է կատարվում ընկերներ, առաջին գագաթը, երկրորդ գագաթը, եթե ձգեմ Fibonacci-ս ընկերներ, Fibonacci-ս մինիմում 0.6-ը այստեղ համա ընկնելու իմ ֆիգուրիս պոտենցիալի հետ, գծեմ նաեւ ֆիգուրիս պոտենցիալը, տեղադրեմ դուրս գալու կետին, այստեղ կֆիքսեի իմ առաջին take profit-ս ընկերներ, եթե ավելի մեծ է լինելու իմ ֆիգուրիս take profit-ը, քան 0.6-ը, 0.6-ի վրա պետքա ֆիքսել ընկերներ, պետքա անպայման պարտադիր ֆիքսել ձեր առաջին take profit-ը։ Եկեք գտնենք նաև գլուխ եւ ուսեր, գտնենք գլուխ եւ ուսեր եւ այդ իրավիճակը նույնպես դիտարկենք։ Նույն տրամաբանության մեջ է շարժվելու նաև գլուխ եւ ուսերը, հեսա այստեղ ունենք ընկերներ, գլուխ եւ ուսեր ունենք, ինչպես տեսնում եք, բարձրացել է տվյալ տրենդից հետո մենք տեսնում ենք առաջին ուսը, տեսնում ենք գլուխը, տեսնում ենք երկրորդ ուսը, այս ֆիգուրի պոտենցիալը հավասար է իր վզի լինիան տանենք, գիծը տանենք, տեղադրենք իր պոտենցիալը իրականում 100%-ով ռեալիզացվել է եւ եթե գծենք նաեւ Fibonacci-ին, կտեսնենք, որ պոտենցիալը 100%-ով համա ընկել մեր 0.6 մակարդակի հետ։ Ընկերներ, պարտադիր ուսումնասիրեք, օգտագործեք տվյալ ստրատեգիան ձեր ամենօրյա առևտրում, սա կարող է դառնալ ձեր գլոբալ առևտրային ռազմավարության ինչ-որ մի հատվածը, ինչպես կարելի է ֆիգուրներից մաքսիմում օգուտ ստանալ։ Ես այսօր ձեզ համար բացատրեցի ընդամենը 2 ֆիգուր, բայց իմացեք հետևյալը. բոլոր ֆիգուրները ունեն պոտենցիալ եւ բոլոր ֆիգուրները ռեալիզացնում են իրենց պոտենցիալը։ Այսօրվա համար ձեզ համար նախատեսել էի այսքանը, հաջորդ հանդիպումների համար գրեք մեկնաբանություններում, թե ինչի մասին կուզեիք խոսեինք։ Իսկ հիմա ասում եմ առայժմ կհանդիպենք հաջորդ եթերների շրջանակում։ Ցտեսություն։